Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ խաղի մամուլի ասուլիսը Արարատ Արմենիայի դեմ խաղից հետո նախ խաղի մասին պարոնացին։ Ու կարծում եմ շատ հետաքրքիր երկկողմանի խաղ էր, բայց համարում եմ, որ մենք լիովին արժան էինք այս հաղթանակի, որովհետև բավական փորձառու թիմի տեսք ունեինք այսօր, ու իմ կարծիքով տակտիկական ու մենթալ առումով սա մեր լավագույն խաղն էր։ Հարցեր։ Պարոնասյան, շնորհավորություն, ուծացի մասը չարաչ ժեց, որ ինձ համար ընկալ է պրեսով ամենան չէր, ու դրանց ինչ-որ բան փոխվեց, դա նախապես մտածած է տեսուտ Չէ, իհարկե, ոնց է յուրաքանչյուր խաղ մենք վերլուծում ենք ըստ հակառակորդի ուժեղ կողմերի, իսկ մենք այսօր խաղում էինք մրցաշարի առաջատարի հետ, որոշակի կառեկցիաներ արել էինք մեր մարտավարության մեջ, ինչը լիովին այսօր աշխատեց։ Մենք էլ մի բան վրացել չէ, կարս չէ, գոհենք ես իրավջեպից, պատկերից, դիրքից։ Գիտեք, չեմ դժգոհի, բայց որպես մարզիչ միշտ ավելին եմ սպասում, այնպես որ դեռ շատ աշխատելու տեղ ունենք, ավելացնելու տեղ ունենք, առավել ևս որ թիմը այդ պոտենցիալը ունի։ Եթե կարելի է նշել, օրինակ ինչը ուզեիք ավելի լավ լինել, բայց չէ։ Դե բնական է, յուրաքանչյուր խաղային ֆազա ավելացնելու տեղ ունենք, մենք ընդամենը 3 ամիս, 3.5 ամիս ենք աշխատում, դա շատ քիչ է, որ լիովին թիմը կատարի են ամենը, ինչ որ մենք ենք ուզում, ժամանակ, ընդամենը ժամանակ, իհարկե որոշակի փոփոխությունները թիմում կլինեն, դա էլ իր ազդեցությունը կունենա։ Իսկ քանակապես շատ նոր փոստերի կարիք ունենք, թե Կարևոր այստեղ քանակը չի լինելու, որակն է լինելու, այնպես որ աշխատենք որակի առումով ավելացնել։ Այլ հարցեր։ Շնորհավորում եմ շնորհակալություն։ Առաջինը իրապես շրջապատում եւ սպառչանից պաշտպանության հետո այստեղ առաջին խաղացում ինքը եվրոպական դերում կալեսս իջեցրի դակարանի դեպքում իսկ անցածային միգին նույնիսկ աչ պաշտպան խաղացուցի ինչպես գնահատել ինչ պաշտպանական որակներն Դե բնական է դա մեր մարտավարության մի մասն է կազմում, շատ կարևոր մաս, որը Գևորը այսօր հիանալի կատարեց։ Գևորի աշխատականության առումով ոչ մի խնդիր չունենք, նա մաքսիմում է ամեն ինչ անում, թե պաշտպանության ժամանակ, թե հարձակման ժամանակ։ Այդ առումով նա հիանալի է, բայց պետք է ավելացնի որակի առումով։ Մենք դրա վրա աշխատում ենք։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։